Պարոն Յովհաննիսյան, այս սունկ կայքից նյութեր եք հրապարակում ձեր էջում, բասում եք fact checking, բասում եք մեդիա գրագիտություն։ Սա ավելի լավ նյութ չի, քան ձեր բացահայտած Մարսել օպերացիան, նույն կատեգորիայի կայք, պարզապես մի դեպքում դուք պայքարում եք կասկածելի ծագմամբ նյութերի դեմ, այս դեպքում խրախուսում ու մատուցում եք որպես արժանահավատ։ Մարդ չգիտի որ մեկն ասի AI գեներացված գոյություն չունեցող խմբագիրներին, առանց որևէ ապացուցողական բազայի լուրջ մեղադրանքներին, ու դուք սունկ կայքից հրապարակումը դնելու համար հարթարանում եք, թե բա դրա նյութերը համընկնում են մեր տեղեկությունների հետ ու տրամաբանական են։ Կարող է վաղնել մի սունկ սայթ գրումա, որ դուք թուրք-ադրբեջանական շպիոն եք։ Հիմա անդիմադիրները բռնեն գցեն դա իրենց էջերին գրեն, որ դա տրամաբանական է եւ իրենց ունեցած տեղեկություններին համապատասխան։ Ու այդպիսով ձեզ վարկաբեկեն։ Վերջում էլ ասում եք. լինկը կդնեմ մեկնաբանություններում բոմբ է։ Պարոն Յովհաննիսյան, այս տեմպերով դուք մի օր էլ կգրեք Թրամփ տապտակեց Ալիևին, Հայաստանը փրկված է, կամ էլ Մակրոնի պապիկը արեշցի հայ է, այնինչ եղավ հետո շատ հուզիչ էր։ Պարոն Յովհաննիսյան, իսկ եթե լուրջ եկեք արձանագրենք, որ իմ տեղեկությամբ դուք ամենևին էլ անկախ չեք ու ոչ էլ փաստերստ ու գողգործիչ եք։ Դուք կլասիկ քաղաքական գործիչ եք, ով չի խորշում իր քաղաքական հակառակորդների մասին սունկ սայթերով լուրեր տարածել։ Հիշեցնեմ, որ դեռևս տարեսկզբին, երբ Ալեն Սիմոնյանն ինձ դատի տվեց, դուք նույն ոճի մեջ առաջին աշխատանքային օրով տարվա ամենաառաջին նյութն ինձ նվիրեցիք պաս տալով Ալենին։ Այս վերջերս էլ հրապարակվեց ձեր նյութերի քոնթենթ անալիզը, որը հստակ ցույց է տալիս, որ դուք կողմնապահ եք։ Ու ես ձեզ խորհուրդ կտայի այսպես հետևողական երբեմն գոնե ստուգել օրվա իշխանության մասին փաստերը, թե դուք մենակ դրանք հերքելու համար եք։ Պարոն Յովհաննիսյան, ես նկատել եմ մի շատ հետաքրքիր օրինաչափություն, երբ առաջին անգամ Արման Թաթոյանը հրապարակեց ձայնագրություն, որում ապացուցում է, որ օրվա իշխանությունը չարաշահում է վարչական ռեսուրսը, դուք առաջին անգամ վարկաբեկող նյութ հրապարակեցիք նրա մասին։ Ու եթե այդ նյութն իրավապահների ուշադրությունը գրավելու համար էր, այլ ոչ թե վարկաբեկելու, ինչու եք գովազդ միացրել նյութի վրա։ Երբ նա երկրորդ ձայնագրությունը հրապարակեց, դրանից շատ կարճ ժամանակ անց դուք տարածեցիք արդեն երկրորդ վարկաբեկող նյութը նրա մասին սունկ սայթից։ Ու մի օրինաչափություն էլ ասեմ, իմ տեղեկությամբ Դոսիեն ու Ինսայդերը, ինչպես եւ դուք գրանտեր եք ստանում ձեր գործունեության համար, ու ամենավերջի համար էլ շատ ուժեղ բոց Դանիելից։ Իհարկե, մենք Մոսկվային ցավացնելու այլ լծակներ էլ ունենք։ Կարող ենք FSB-ի վրա աշխատող եւս մի քանի հոգու ձերբակալել։ Դանիել, այսինքն պետքա FSB ագենտներին բռնել Ռուսաստանին ցավեցնելու համար։ Իսկ եթե ցավեցնելու թեմա չկա, հանգիստ իրանց համար թող ֆրֆռան լրտեսություն անեն, ինչ ա եղել որ։ Գժանոց, ուղղակի գժանոց։